Ռուսաստանը հնարավոր է ներդրումներ իրականացնի գույք պարտքի դիմաց գործարքով $100 միլիոն պարտքի դիմաց 2002 թվականին Ռուսաստանին հանձնված 5 գույքերից երկուսում՝ RAO Mars գործարանում և Մերգելյան ինստիտուտում։ Ռուսաստանի կառավարությունը դրանց կառավարումը հանձնել է ռուսական Citronics ընկերությանը։ Այդ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումից հետո։ Այո, ես 2024 թվականին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ խոսել եմ այդ թեմայով, ասելով, որ գիտեք, դուք գույքեր ունեք Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես նկատի ունենալով Մարս գործարանը, նկատի ունենալով Մերգելյան ինստիտուտի մի հատվածը, որը պատկանում է Ռուսաստանին, եւ ըստ էության այդ պոտենցիալը չի գործում, այնտեղ որպես պահեստներ են օգտագործվում, եւ ես իմ ակնկալիքն եմ փոխանցել եւ ես հույս ունեմ, որ այդ գործարանները ի վերջո կաշխատեն, որովհետեւ վերցնել ուղղակի ոչինչ չանելը այդքան էլ տրամաբանական չի։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Citronics-ը 2023 թվականից գտնվում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ։ Ընկերությունը պատկանում է ռուսական Սիստեմա բաժնետիրական ֆինանսական ընկերությանը, որի հիմնադիրն ու հիմնական բաժնետերը Վլադիմիր Եվտուշենկովն է։ Օրերս նա Երևանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Պարոն Եվտուշենկովը ինձ ասաց, որ ինքը այդ ուղերձը ստացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի կողմից, որպեսզի այդտեղ իրականացվի ներդրումային ծրագիր եւ մասնավորապես արտադրության ոլորտի մեծ հավանականությամբ, տեխնոլոգիական եւ այլն։ Ուշագրավ է, որ Citronics-ը նախկինում եւս 2009 թվականից սկսած կառավարել է RAO Mars-ը եւ Մերգելյանի ինստիտուտը, ընդ որում այս ժամանակահատվածը համընկնում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Սիստեմայում տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանի հետ։ Քոչարյանը, հիշեցնենք, ռուսական այդ խոշոր ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր դարձել Հայաստանի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, մինչև 2021 թվականը։ Միաժամանակ նրան է պատկանում Սիստեմայի 0.03% բաժնեմասը։ Ռոսկոմ իմուշեստվան նորից առաջարկել է եւ կոպիտ ասած հորդորել է AFK սիստեմային վերցնել կառավարում այդ երկու ակտիվների։ Ներկայում ինչ վիճակում են Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Ռուսաստանին հանձնված RAO Mars-ը եւ Մերգելյանի ինստիտուտը եւ ինչ կարելի է ակնկալել ապագայում Citronics-ի կողմից դրանց կառավարումից։ Այս երկու ձեռնարկությունների տարածքում 2013 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել էր Ալյանս ազատ տնտեսական գոտի Citronics Armenia ընկերության նախաձեռնությամբ։ 2025 օգոստոսին Հայաստանի կառավարության որոշմամբ այդ ազատ տնտեսական գոտին լուծարվել է։ Ալյանսի 2025-ից 35 թվականների զարգացման գործարար ծրագիրը ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը ցածր էր գնահատել։ Թե Ռուսաստանին փոխանցված ընկերություններում ինչքան ներդրում պետք է արվեր եւ փաստացի ինչքան է արվել, Factor TV-ի այս հարցի պատասխանը ոչ Հայաստանի վարչապետի աշխատակազմը, ոչ էկոնոմիկայի նախարարությունը չեն կարողացել տալ։ Հանրային տեղեկատվություն ընդհանրապես շատ քիչ կա այդ ընկերությունների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններ եւ այլ տեղեկատվություն այդքան շատ չի, որպեսզի դատողություններ անենք, բայց գործունեության ծավալները այդպես էական չեն եղել, ամենայն դեպս հարկային վճարած հարկերով եւ այլ տեղեկատվությամբ այդպես էական ազդեցություն իրենք մեր տնտեսությունում կամ որևէ ճյուղում չեն ունեցել։ Պետք է հասկանալ, թե այդ ընկերությունները ինչ են պատրաստվում անել։ Եթե ռազմավարություն չկա, եթե իրենք նոր պրոդուկտ չունեն, նոր ծառայություն չունեն, ապա ինչ կառավարչի փոխվելով էական փոփոխություն գործունեության մեջ լինել չի կարող։ Կարծես թե նոր կառավարիչը վաղուց մոռացված հինն է։ Այդ առումով փոփոխություններ ակնկալել դժվար է։ Նշենք, որ RAO Mars գործարանի տարածքը մոտ 42 հեկտար է։ Ըստ ընկերության կայքի այն զբաղվում է մետաղական կահույքի, գծային շարժիչների, էլեկտրաէներգիայի փոխանցման եւ բաշխման սարքավորումների, ճանապարհային նշանների եւ տեղեկատվական վահանակների արտադրությամբ։ Մերգելյան ինստիտուտը ըստ ընկերության կայքի ծածկագրման եւ կրակային վարժասարքեր է արտադրում։ Նաեւ տարածքներ է տալիս վարձակալության։ Այդտեղ է գործում Երևան Էքսպոն։